Սկեսուրս կառավարում է մեր կյանքը։ Ամուսինս ոչինչ չի ձեռնարկում։ Ընտանիքս քանդվում է։ Ինչ անեմ։ Երբ ընտանիքը գտնվում է երրորդ անձի վերահսկողության ներքո, դա արդեն ոչ միայն ընտանեկան հարց է, այլ նաև հոգեբանական լուրջ խնդիր է, որտեղ ընտանեկան սահմանները լղոզված են, եւ երբ որ զույգը չի ձևավորվել որպես համակարգ, այդ լղոզված սահմանների հետևանքով զույգի ներսում անընդհատ կոնֆլիկտներ են լինում, որից տուժում են երեք կողմերը՝ ամուսինը, կինը եւ երեխաները։ Ես աշխատում էի մի զույգի հետ, որտեղ ամուսինը ցանկացած փոքրիկ հարցով դիմում էր մայրիկին։ Օրինակ մտել էին խանութ, ինչ որ գնումներ պետք է կատարեին, նա կարող էր զանգել իր մամային ու ասել. «Մամ, այս ինչ բանն եմ տեսել, այս ինչ գինն ունի, արժի առնեմ, թե չէ»։ Կամ օրինակ ընտանեկան ինչ որ միջոցառում պետք է կազմակերպեին, նա անպայման նստում էր, մամայի հետ ցուցակ էին գրում, հաշվարկ էին անում, եւ այդտեղ կինը անդադ բողոքում էր, որ ինքը չլսված է, ինքը ներգրաված չէ հենց իր իսկ ընտանիքի լուրջ գործընթացներում, process-ներում, իրենց հարաբերությունները կարծես խզվում է այդ ընթացքում, երբ որ օրինակ նույն խանութում իրենք ոչ թե ամուսիններով պետք է քննարկեն իրենց բյուջեն, իրենց մուտքերը, հասկանան, կարող են իրենց թույլ տալ այսինչ կամ այնինչ բանը, այլ ամուսին հենց խանութի ներսում հենց այդ պահին պետք է զանգի իր մամային, հասկանա այդ ինչ բանը արժի գնել, թե ոչ։ Թերապևտիկ դաշտում 2 ամսվա ընթացքում, ասեմ, որ երկու զույգերն էլ ներգրաված հաճախում էին թերապիայի, 2 ամսվա ընթացքում իսկապես մենք կարողացել ենք աշխատել լուրջ իրենց սահմանների պատկերացումների շուրջ, իրենց հարաբերությունների ավելի նախընտրելի մոդելի շուրջ, իրենց բնորոշ, իրենց կողմից ընդունելի, իրենց ընտանիքին հարմար մոդելների վերանայման շուրջ ենք աշխատել եւ կարճ ժամանակ անց նրանք արդեն ունեին հստակ պայմանավորված սահմաններ։ Հիշիր, նման հարցերը չեն լուծվում պարզապես զգացմունքները թաքցնելով, հավեսով զրուցելով, սրանք լուրջ հոգեբանական խնդիրներ են, որոնց շուրջ պետք է աշխատել, որպեսզի ընտանիքի ներսում պատերազմներ չլինեն։ Մի պահ մտածիր, ինչու է ամուսինդ կապված ծնողի կարծիքից։ Փորձիր հասկանալ, ճիշտ որ իրավիճակներում են ձեր սահմանները խախտված։ Փորձիր հասկանալ, ինչը կօգնի ձեզ, որ դուք կարողանաք ձեր հարաբերությունները ավելի որակյալ դարձնել։ Ինչը կարող է օգնել, որ դուք միասին կարողանաք պայմանավորվել, առանց երրորդ անձի միջամտության որոշումներ կայացնել, ինչը կարող է օգնել, որ դուք որպես զույգ ավելի միաբան եւ ավելի համագործակցային առաջ գնաք։ Իսկ ովքեր որ կցանկանան իրենց կյանքի այս հարցերի շուրջ վերլուծությունը ինձ հետ միասին անցնել, կարող եք զանգահարել 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք միասին կաշխատենք ձեր հարաբերությունների շուրջ դրական արդյունքի հասնելու համար։